Բարև ձեզ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք մեր սիրելի մանկական հաղորդումը, որտեղ մենք միշտ բացահայտում ենք մեր հետաքրքիր մարդկանց և նրանց աշխարհի ամենաջերմ կողմերը։ Այսօր մեզ մոտ շատ յուրահատուկ հյուրեր են, նրանք ոչ միայն հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանի և պարուհի Մանո Գրիգորյանի դուստրերն են, այլ նաև հետաքրքիր տաղանդավոր և ժպտերես աղջիկներ, այսինքն Ջիջիթվիքսի գեղեցկուհիներն են, Էվա և Յանա Գրիգորյանները։ Եկեք մեծ սիրով դիմավորենք այսօրվա մեր հյուրերին։ Ողջույն Էվա, ինչպե՞ս ես։ Բարև, լավ, դու ո՞նց ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ո՞րն է ձեր ամենասիրելի զբաղմունքը ազատ ժամանակ։ Ես տարբեր բաներ եմ սիրում, շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, հատկապես անգլերեն, որովհետև չեմ ուզում վախենում եմ անգլերենը մոռանալ։ Շատ եմ սիրում ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, դուրս գալ զբոսնել, երգեր լսել, այտենց ամեն ինչ էլ սիրում եմ, այտենց հատուկ զբաղմունք չունեմ։ Պարելը իմ համար այդ մի հատ ուրիշ մոլորակ է։ Ես ազատ ժամանակ գնում եմ պարի, նույնիսկ տանն եմ պարում։ Սիրում եմ երգել, սիրում եմ շպարվել։ Էդ էլ եմ ես 5 տարեկանից միշտ մամայի մեյքափը գողանում էի ու շպարվում էի։ Էդ այն ազատ ժամանակվա ամենասիրած զբաղմունքը։ Ինչ եք ամենաշատը սիրում անել ձեր հայրիկի Սարգիս Գրիգորյանի հետ։ Շատ բան կա, շատ բան եմ սիրում պապայի հետ անել, օրինակ իր հետ շատ հավես է ուղղակի դուրս գալ ու ման գալ, որովհետև ինքը պապան հենց մարդ է, որ իր հետ անկապ չի կարա լինի, ինքը հենց մարդ է, որ միշտ քեզ կզբաղացնի, կուրախացնի ու քո օրը ավելի լավ կսարք, իր հետ ամեն ինչ անելն էլ հետաքրքիր է ու հավես։ Ես հայրիկի հետ սիրում եմ զրուցել, որովհետև լիքը հարցերում մենք իրար հետ համամիտ ենք ու լիքը հարցերում մենք իրար հետ ընդհանրապես համամիտ չենք, դրա համար պապայի հետ խոսալուց միշտ շատ հետաքրքիր զրույց է գնում, որտեղ մենք կամ նույն հոսքի վրա ենք, կամ ընդհանրապես իրար չենք հասկանում։ Սիրում եմ տենց զրուցել, կյանքից խոսել, տենց խորը բաներից։ Ձեր հայրիկը տանը ավելի շատ դերասան է, թե պարզապես պապա։ Ինձ թվում է պարզապես պապա։ Օրինակ ես հետաքրքիր ֆակտ ասեմ պապայի մասին։ Իմ պապան ավելի շատ մարդաշատ տեղեր փորձում է ավելի լուրջ երևա, իր կերպարը մի քիչ ավելի տենց լուրջ է, բայց տանը ինքը ընդհանրապես լրիվ սենց ժպտերես, բրամահոտ կատակներ է անում, ինքը լրիվ պապա է, այտենց։ Պարզապես պապա ու ընտանիքում դերասանություն չի անում։ Պարզապես պապա է շատ սովորական բոլոր պապաների նման ջղայնանում է բոլոր պապաների վրա, ուրախանում է, կատակներ է անում, բայց երբ որ պապան ջղայնանում է, միշտ ինչ-որ սենց դերասանական բան կա, սենց մի քիչ սենց դերասանական է ջղայնանում, որ զգացվում է, որ այս մարդը արտիստ է։ Երբ փոքր էիք, ուզում էիք դառնալ դերասան, ինչպես հայրիկը։ Հա, երբ փոքր էի, շատ էի ուզում դերասանուհի լինեի, որովհետև իմ դուրը գալիս այն փաստը, որ դու դերասան լինելով կարողանում ես տարբեր կյանքեր ապրել, այսինքն կարաս, չգիտեմ, մի օր լինես հենց դերասանուհի, մի օր կարաս լինես, չգիտեմ, երգչուհի ու տենց տարբեր մասնագիտություններ։ Այո, նախ մի հատ ասեմ, որ Էվան ստել է նոր։ Էվան չէր ուզում դառնալ դերասանուհի, ես եմ միշտ ուզեցել դառնամ դերասանուհի ու երբ որ սկսեցի պապայի հետ խաղալ, ես այդ օրվանից ասել էի, ես պիտի դառնամ դերասանուհի, որ ես մի 5 տարի, 5-ից մինչև 10 տարեկան, ես վստահ եմ, որ ես դերասանուհի եմ դառնալու։ Հա, այդ միշտ ինձ դուր է եկել, այդ գնալ 10 ժամ նկարվել, չքնել, չգիտեմ, ու մինչև հիմա ունեմ այդ ուզում եմ դառնամ դերասանուհի, բայց մեկ էլ տեսար փոխվեց, բայց միշտ ուզել եմ։ Ո՞րն է ձեր ընտանիքում ամենահետաքրքիրը։ Հետո մեր ընտանիքը չեմ կարող այտենց կոնկրետ մի հատ բան ասեմ, որովհետև ամեն օր մեր տան ինչ-որ հետաքրքիր բաներ են կատարվում, այտենց չեմ կարող ասեմ, լիքը այտենց դեպքեր են եղել։ Հիմա էլ երեկ չառաջորդ էլ միշտ եղել են։ Ամենահետաքրքիրն է, որ մենք շատ տարբեր ենք, ես ու պապան նույն մարդն ենք, մաման ու Էվան նույն մարդն են ու այտենց միշտ վիճաբանություններ այլում, ասենց ինչ-որ խառը սիտուացիաներ, մաման ու Էվան գնում կորում են, ես ու պապան գնում ենք իրենց գտնում վերում ենք, այդ այն կարծիքով ամենահետաքրքիրը։ Դուք իրար հետ ավելի շատ ընկերներ եք, թե պարզապես քույրեր։ Յանայի հետ։ Այո։ Մեկ նայած իրավիճակի։ Օրինակ, մեկ լինում որ ընկերներ ենք լինում, մեկ քույրեր։ Քույր ասելով ես ավելի շատ երևի մտածում եմ այն բանով, որ երբ ես քույր եմ ոչ թե ընկեր, ես մի քիչ Յանայի հետ ավելի խիստ եմ լինում։ Իսկ ինքն էլ մեկ էլ ինքն է շատ խիստ լինում, ու տենց էլի չեմ կարող ասեմ, որ համ ընկերներ ենք, համ քույրիկներ։ Էվայի հետ իմ կարծիքով ես չգիտեմ ոնց պատասխանեմ, որտեվ ես իմ ընկերուհիների հետ ուրիշ ձև եմ շփվում, Էվայի հետ լրիվ ուրիշ։ Էվայի հետ ավելի շատ քուրիկներ ենք իմ կարծիքով, որտեվ ես այն բաները ինչ որ ասում եմ ընկերներին չեմ գա Էվային ասեմ, կամ ինչ որ ես ասում Էվային հաստատ չեմ գնա իմ ընկերուհիներին ասեմ, դրա համար մենք sense պինդ քուրիկներ ենք ու ավել քան ընկերուհիներ։ Ով է ձեզանից ավելի խիստ
իսկ ով ավելի բարի։ Էդ էլ իսկ իրավիճակի, օրինակ Յանայի հետ ես շատ խիստ եմ, բայց մեկ-մեկ իրան օրինակ դիտողություն անում, ասում Յանա սենց չպիտի աներ, իրենց պետք է աներ, ընկերների հարցում, մարդկանց շփման հետ։ Յանն ուրիշ հարցերում այն մոտ ավելի խիստ, տենց չկա որ մեկը ավելի բարի է, մեկը ավելի խիստ։ Մեր մոտ տարբեր իրավիճակներում է այդ խստությունը մտնում։ Ինչ երազանք ունեք ապագայի համար։ Երազանք Իմ համար երազանքը այնպես բան է, որ չգիտես խի չի կատարվելու, դրա համար ես ավելի շատ դնում եմ նպատակներ, ոչ թե երազանքներ։ Այդ իմ երևի երազանքը, որ չի կատարվի, այդ 100% ես շատ կուզենայի ծիծաղալու կհնչի, բայց ես լուրջ եմ ասում, դա ծնվել պրինցեսա։ Ես լուրջ եմ ասում, այդ ուղղակի լուրջ պատկերացրեք այդ զամկի բանը, այդ ամենը, այդ է իմ համար երազանք։ Իսկ մնացածը ամեն ինչ այնպես նպատակ է, որ հուսով եմ կկատարվի։ Իմ երազանքները շատ են։ Իմ երազանքը, որ ես ունենամ շատ պինդ ընտանիք, շատ լինեմ, շատ կայուն հասնեմ իմ բոլոր այդ նպատակներին, հենց իմ երազանքն է հասնել իմ բոլոր նպատակներին, ունենամ իմ երազած աշխատանքը, իմ երազած ընտանիքը, դա իմ երազանքը, որ ունենամ տենց ուժեղ, լավ ընտանիք։ Երբ տխուր եք լինում, ինչն է ձեզ ավելի շատ ոգեշնչում։ Երաժշտությունը 100%, հենց իմ սիրած երգը միացնում եմ, միանգամից ուրախանում եմ ու ինչ որ իմ շատ սիրելի ուտելիքը ասենք որ ինչն ինչ որ շոկոլադ կա տան բան կամ անուն կամ էլ պարզապես մամայի բանը, որ գնում եմ մամային ուղակի գրկում եմ։ Ես քեզ հասկանում եմ։ Որտեղ մամային գրկում ես, միանգամից ամեն ինչ մոռանում ես, դրա համար 100% այդ ամենը շատ օգնում։ Ոչ ծիծաղեք, բայց ես երբ որ տխուր եմ լինում, ես հաց ուտեմ, իմ մոտ ամեն ինչ կդզվի։ Եթե ես կարամ ինչ-որ անկապ բաներ խոսեմ, հաց ուտեմ, ու վсё, ամեն ինչ նորմալ է։ Բայց եթե իրոք երևի որ ես գնամ իմ մամայի հետ լուրջ խոսամ այդ թեմայի մասին կամ պապայի հետ, այն մարդիկ ովքեր ինձ ճանաչում են, ես տխուր եմ գնում ասում պապ ջան, մամ ջան, սենց բան է եղել, ճիշտ է, երկար է դա տևում, քանի որ շատ էմոցիոնալ եմ, բայց իմ կարծիքով երբ որ ես խոսում եմ իմ մտքերը ոնց որ արտահայտում եմ, ճիշտ եզրակացության եմ գալիս։ Հայրիկից ինչ կարևոր բան եք սովորել կյանքում։ Պապայից սովորել եմ, որ պետք չի շատ ինչ որ մի բան փորձել կոնտրոլ անել։ Այդ սովորել եմ նրանից, որ իմ պապան ինքը ընդհանրապես տենց է, ինքը սիրում ամեն ինչ տենց կոնտրոլ անի, որ ամեն ինչ իր ուզածով գնա, հասկացել եմ, որ չէ, տենց պետք չի ստրա իր օրինակով։ Իսկ ինչ որ ինքն է ինձ սովորացրել, այդ որ միշտ ընտանիքը պետք է առաջին տեղում լինի, ու դու միշտ պետք է ամեն ինչ անես, որ ընտանիքիդ կարողանաս օգնես։ Դեռ սովորում եմ, որովհետև լիքը բան կա պապայից սովորելու, դեռ ես տենց փոքր եմ, որ ասեմ, ես ամեն ինչ սովորենամ, բայց ամենակարևորը պատասխանատվությունն է, որը պետք է հələ լիքը տարիներ անցնի, միջև ես սովորեմ, որ իմանամ, էսի ստեղ պիտի լինի, էսի են պիտի, եթե մի բան ասել ես, դու դա պիտի անես, ու այդ իմ պապայի մեջ շատ կարևոր տենց հատկանիշ է, որ ինքը ունի ու ես էլ եմ ուզում շատ ձեռք բերեմ։ Ինչ խորհուրդ կտաք ձեր հասակակիցներին լավ ընկեր լինելու համար։ Պարզապես լինել քո ընկերոջ կողքին։ Օրինակ, երբ քո ընկերը տխուր է ու քեզ դրա մասին ասում է, դու միանգամից իր կողքը լինես։ Որ եթե օրինակ ինչ-որ մի բան քո ընկերը ասում է, որ իր դուրը չի գալիս, օրինակ չեմ դու կարող հանկարծակ ինչ-որ կատակ անես ու մտածես, որ այդ ընկերոջդ մեկ է կատակը ուղղակի, իսկ ինքը ասում է հաճելի չէ, էլ այդ կատակը ասենք չկրկնես։ Լսես իրան, կարողանաս լսել ընկերոջդ։ Այսինքն շատ կարևոր բան է, իսկ քեզ էլ եմ խորհուրդ տալիս ու բոլորին, երբ որ ինչ-որ բան ես անում, մտածի դու ոնց կզգայիր, եթե քո հետ տենց վարվեին, որովհետև երբ որ դու դա մտածում ես, դու չես էլ կարողանում մեկին նեղացնես։ Օրինակ մտածում ես, վայ, եթե ես մարդուն ասեմ, եթե ես իր տեղը լինեի, ես ինձ ոնց կզգայի։ Իմ կարծիքով է դա, ոնց որ քո ոտքերն ես ուրիշի կոշիկների մեջ ու երբ որ դա արդեն անում ես, քո մոտ ամեն ինչ շատ լավ է լինում ու ընկերությունն էլ շատ հարթ է գնում։ Եթե միասին ֆիլմ նկարահանեիք, ինչ թեմայով կլիներ այն։ Եթե Յանայի այդ ֆիլմ նկարեի, երևի այդ կլիներ քուրիկների մասին, որովհետև մեր քուրիկների կյանքը շատ հետաքրքիր է անցնում ու արկածային, դրա համար երևի 100% քուրիկների մասին ու այդ ֆիլմում ցույց կտայի տարբեր իրավիճակներ, որ լինում են քույրերի մեջ, համ լավ, համ վատ։ Ես վստահ եմ, որ դա կներ կոմեդիա, իմ ու Էվան, որտեղ ես ու Էվան կոմեդիա ենք, լրիվ մեր կռիվները, մեր ամեն ինչ, ուղղակի մեր կռիվները պետք է կողքից նկարեն, որ տեսնեք։ Կարծիքով կլներ շատ բարի կոմեդիա, որի տենց քուրիկների մասին, որ իրար հետ կռվում են, իրար հետ բարիշում են, իրար հետ ինչ-որ արկածներ են ունենում, կոմեդիա կլիներ լրիվ։ Ինչպիսին է ձեր իդեալական օրը ընտանիքի հետ։ Սա կպատմեմ, ես միշտ այդ հարցը շատ եմ սիրում։ Ուրեմն, դպրոցական օր է, բայց ես Յանան դասի չեն գնում։ Առավոտը բոլորը որ ժամին ուզում են առնանում են, դες բոլորը ուրախ են, հետո մենք դուրս ենք գալիս ու գնում ենք ինչ-որ մի դուրսը հաց ուտելու, ինչ-որ ասած օգտակար տեղ են գնում հաց ուտելու ավոկադոյով, բանով օգտակար, տենց սնունդ ենք ուտում, հետո գնում ենք Երևանով շրջում ենք, քայլում ենք, խոսում ենք, մեքենայի մեջ երաժշտություն ենք լսում, ուղղակի իրար ժամանակ ենք անցկացնում։ Իմ կարծիքով ամենաիդեալական օրը
որ ես արթնանում եմ, պապան ջիմում է, մաման համով բան է պատրաստել, հետո պապան գալիս է, իրար հետ ուտում ենք, գնում ենք ինչ-որ զբոսնելու կամ ինչ-որ ճանապարհորդելու, ինչ-որ այրոպորտ բան, որտեվ ես սիրում եմ այդ խառնաշփոթը։ Դրա համար իմ կարծիքով ճանապարհորդելու ինչ-որ օր, որ ինչ-որ մի տեղ ենք բոլորով գնում։ Դա իմ համար իդեալական էր, որ տենց իդեալական իմ համար երբ որ մենք ճանապարհորդում ենք։ Որ դերասանին կամ դերասանուհուն եք ավելի շատ սիրում։ Դերասանուհու ես ֆիլմեր շատ եմ սիրում նայել, դրա համար շատ դերասաններ ունեմ, բայց շատ եմ սիրում Անջելինա Ջոլիին, իր հատկապես այդ Միսթեր ու Միսիս Սմիթի իր դերը շատ եմ դուրը գալիս, դերասաններից էլ դե պարզա կլասիկա ես ասել եմ Լեոնարդո Դիկապրիոին, բայց երբ ինքը երիտասարդ էր, ես շատ եմ սիրում։ Հիմա Էվան հին դերասանների ասած, ես նորեկների ասեմ Հոլիվուդում, ես շատ եմ սիրում Ջեյկոբ Էլորդի, ինքը իմ համար շատ խարիզմայով, շատ լավ դերասան է, Margaret Robbie ինքն էլ է շատ լավ ու շատ սիրուն, Սիդնի Սուինին էլ է շատ լավը, Ջենա Օրտեգան տենց, բայց ամենայիմ սիրածը Margaret Robbie ու Ջեյկոբ Էլորդի։ Որ մուլտհերոսին ես քեզ ավելի շատ նմանեցնում։ Զոլուշկան։ Որսենց կարտմազերով է ինքը կենթայիներ ունի բանա իրան։ Իր անունը չեմ հիշում, բայց ես փոքր ժամանակ իրան շատ նման էի։ Մինյոնների մեջ մի հատ աղջիկ կա երկու պոչիկներով։ Ես իրան շատ նման եմ։ Երևի ինքը, բայց սա անունը հիշեմ, այն մեծ քթով հերոսի աղջիկներ։ Չգիտեմ, ես իրան շատ նման եմ։ Իրան եմ նմանացնում։ Ու միտքն է բլոգ վարելը։ Ես միշտ էլ սիրել եմ բլոգ վարել ու փոքր ժամանակվանից ուղղակի վերցել եմ մամայի հեռախոսը ու սկսել եմ խոսալ, այտենց իմ հիմա խոսացել եմ, դրա համար միշտ սիրել եմ, բայց հենց միտքը ալիքը բացելը papayin նա եղել ու հետո արդեն կամած զարգացել է, այտենց ես միշտ շատ եմ սիրել, բայց հենց ալիքը բացելու միտքը եղել է papayin ու շատ շնորհակալ եմ, որ ինքն ինձ թև էր տվել, որ ես կարողանամ այդ ամեն ինչը զարգացնեմ ու կիսվեմ բոլորիդ հետ։ Հիմա անկեղծ բան եմ ասում, ես սկզբից չէի ուզում ու նույնիսկ իմաց պահեր կային, որ ես էլի չէի ուզում։ Էվայի միտքն է եղել ու Էվայի միտքն է հələ Էվան է բոլոր համարյա ինչ նկարում ենք Էվան է մտած։ Դու բնավորությամբ ավելի շատ նման ես մայրիկին թե հայրիկին։ Մամային 100%։ Իմ papan ավելի շատ Յանային է նման, ավժիտ Յանան papayin է ավելի շատ նման, որտեղ իրանք երկուսով շատ էմոցիոնալ են ու մի քիչ չեն կարողանում իրենց էմոցիաները տենց զսպել, կառավարել, իսկ մաման ընդհակառակը շատ հավաքշռված է, բանա կարողանում է էմոցիաները տիրապետի։ Ես էլ մամային եմ ավելի շատ նմանվել ու մենք երկուսս իրար շատ նման ենք ու շատ ուրախ եմ որ մամային եմ նմանվել։ Papayin էլ եմ սիրում, բայց ուրախ եմ որ մամային եմ նմանվել։ Ես papayin եմ շատ նման, ես մամային ոչ մի բանով նման չեմ բնավորությամբ, ես լրիվ papan եմ, ճիշտ է, բաներ կա, որ papayin նման չեմ, բայց տենց 60-70%-ը papayin։ Ինչ ուղով ես ցանկանում շարունակել քո կյանքի ճանապարհը։ Հիմա ես շատ եմ սիրում հոգեբանություն, այդ ամեն ինչը մարդուն փորձել հասկանալ, խիամարտ, տենց մտածում, խիամարտ իրանց տենց բom, դրա համար իմ կարծիքով հոգեբանություն, բայց կարող է փոխվի, որտեղ 15 տարեկանը դեռ շատ փոքր է ինձ թվում մասնագիտություն ընտրելու համար։ Ու մեր այնց դժվար որոշում, ասենք, ոնց ես պետք է ընտրեմ մասնագիտություն, որ միջև կյանքից վերջ պետք է անեմ, բայց հիմա շատ եմ սիրում հոգեբանություն։ Ես ասացի, որ ես 5 տարի շատ երկար ժամանակ ուզում էի դառնալ դերասանուհի, բայց այս վերջերս փոխվել է միտքս, բայց իմ մոտ ամեն ամիս փոխվում է։ Մի պահ ուզում էի դառնալ պրոդյուսեր ինչ-որ կինոյի մեջ։ Հիմա ուզում եմ դառնալ փաստաբան, որտեղ ինձ այդ օրենքը շատ է հետաքրքրում, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանելը, չգիտեմ, այդ ամեն ինչը իմ դուրս շատ է գալիս, այս պահին ես ուզում եմ փաստաբան։ Շնորհակալություն ջերմ զրույցի համար։ Քեզ էլ մերսի շատ։ Ես եմ շնորհակալ, մերսի շատ։ Դե ինձ սիրելիներս, այսքանով վերջանում է մեր ջերմ զրույցը GGTFIX-ի գեղեցկուհիների հետ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, քանի որ Kids Time-ում ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։